երկու օրակարգ կա այսօր հայաստանյան քաղաքական դաշտում։ Դա մեկը խաղաղությունն է, մեկը պատերազմն է։ Մեկը ինչ որ պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորությունը, դա օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո, թող դա լինի այդպես եւ Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ, ես դրան ընդհանրապես դեմ չեմ։ Բայց կոնկրետ ժամկետ, ասում եմ սեպտեմբերին, հոկտեմբերին պատերազմ հենց լսեք, քաղաքական գործիչները նաեւ կարողանում են քաղաքական վերլուծություններ անեն եւ դրա իրավունք ունեն եւ վարչապետը որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանի Հանրապետություն դրա իրավունքը ունի եւ դա գնահատական է, դեպ ասեմ դա ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել եւ բարձրաձայնվել է ամեն տարի եւ ամիսով են ասել մեր պատգամավորները ազգային ժողովի ամբիոնից ասում էին պատերազմը խաղաղության պարագայում էին ասում պատերազմը ինչ եք զարմանում ուզում ասեմ շատ է տարբեր ձեր իշխանության գալիս sense կֆրակ այսպես ասած ներկուսակցական քարոզարշավների օրերում հանրապետության տարբեր մասեր խաղաղության վերաբերյալ քաղաքացիների կարծիքները ինչպիսին դիրքորոշումները Դե ասում եմ շնորհակալություն մեծ հույս ունեն որ այս ուղղությունը կշարունակվի մենք էլ իրենց ի պատասխան ասում ենք որ իրենք պետք է տեր կանգնեն խաղաղությանը եւ իրենք էլ պատրաստակամություն են հայտնում տեր կանգնել խաղաղությանը հեսա մեր հիմնական խոսակցության թեզերը նաեւ շնորհակալություն են հայտնում ճանապարհների դպրոցների բժշկական ապահովագրության համար շատ մարդ օգտվել է շատ հաճելի է որ աշխատել է եւ շատ մարդիկ արդեն օգտվել են դրանից թոշակների համար են շնորհակալություն հայտնում եւ պահանջում են մեզանից որոշ ընդդիմադիր գործիչներին հնարավորինս շուտ ինչ որ ձևով լրացնել ինձ ասում են քիչ եք падգամավորներ կան չեն գալի քիչ եք հանում գործից բան դե պարզ է բացատրում եմ որ դրա իրավունքը չկա եւ այլ լրիվ քաղաքականացված խոսակցությունները տեղի ունենում իսկ խոսում այն մասին որ սեպտեմբերին կարող է լինել պատերազմ եւ ժողովուրդը Բայց ինչ անեն։ Չէ, մի րոպե, դուք հարց տվել եք, հաջորդը խնդրեմ նարեք։ Չէ, եկեք պատասխանենք հիշեք։ Լավ, խնդրեմ։ Կարող է ուրիշ բաներ ասել։ Կարող է։ Ժողովուրդը, երբ որ դուք ասում եք, որ սեպտեմբերին լինելու է պատերազմ, դա որպես շանտաժ է դիտարկվում, սպառնալիք, զգուշացում։ Ես արդեն այդ հարցին պատասխանել եմ։ Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ են կարողանում անել, իսկ երկրի վարչապետը ունենալով ինֆորմացիա տիրապետելով ամբողջ process-ներին կարող է նաև նման չընդհատես կարող է նման կանխատեսում անի ես նաև նշեցի որ մեր ընդդիմադիր գործիչները նույն բանն են ասում նույն բանն են ասել նույնիսկ խաղաղության պայմաններում որը որ մենք հիմա ունենք մեր падգամավորները վեր են կենում եւ գոռում են որ պատերազմ է եւ այլ դուք դա ընդդիմադիր գործիչների մոտ չեք տեսնում երբ որ վարչապետը նույն բանն է ասում արդեն ավելի հիմնավոր ձևով Ձեր մոտ դա զարմանք չէ, ես հանրության արձագանքի մասին եմ մարդիկ ինչ են մեզ ասում շնորհակալություն խաղաղության համար։ Մարդկանց երեխաները չեն մահանում, չեն էթում, մարդը ավելի քիչ անհանգիստ է, երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ եւ այլ, այսինքն բա ոնց չխոսեն մարդիկ, իհարկե խոսում են դրա մասին։ Հարցի նրա մասն է, որ երբ որ դուք ասում եք, եթե մեր չընտրեք սեպտեմբերին կլինի պատերազմ, հանրությունը, մարդիկ ովքեր ձեզ հետ հանդիպում էին, դա ինչ էին դիտարկում որպես նախազգուշացում, Ասում են սրանց էջը շուտվանից բաներ, շուտ արեք, փագեք։ Ասում են սրանց էջը փագեք, բրծնենք մենք այս խոսակցությունից, էս են ասում։ Իսկ դուք ինչի եք ընդհատում ինձ, ինչ դաժանավոր։ Չէ։ Պարոն Սիմոնյանը, դա պարզապես Հայաստանի վարչապետի վերլուծությունն է, թե նա նաև տեղեկությունների է տիրապետում, որովհետև ասում են 18 թվին եկավ, չասեց ինչ իրավիճակ է, պատերազմ եղավ, հիմա նոր աշխատելավոճ եք, որտեղ գիտեք, որ պետք է պատերազմ լինի, նախորդ ժողովրդին ասում եք, խնդրեմ հստակեցնել, վերլուծություն է, թե հստակ տեղեկություն։ Ես արդեն երրորդ անգամ եմ դրան պատասխանում, քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության վարչապետը ունենալով բավարար ինֆորմացիա եւ քաղաքական վերլուծություն անելով, ինչպես նաեւ ակնհայտ լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա երկու բևեռ, դա հարևանների նկատմամբ
պահանջներ ներկայացնող բևեռն է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է իր ասուլիսի ժամանակ, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29743 կիլոմետր քառակուսի մեջ դա ուտոպիա է եւ խոսում են պահանջատիրության մասին, տանում են այդ խոսույթը, որ մարդիկ, ովքեր որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դեմ են, դեպքը դուրս էր եկել, ինձ ասում էր, Նախիջևանն եմ ուզում, Կիլիկյանն եմ ուզում եւ Ղարաբաղն եմ ուզում։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսինքն ուզում եմ որն է, դա ոչ մեկ չի, հա? Չէ, դա քաղաքական, լսեք, Ռոբերտ Քոչյանը իր երազանքներով թող գնա իրանց տանը, թող գնա իրանց տանը բանը, բայց երբ որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պարլամենտում այսօր գտնվող նման բան է ասում, եւ ակնհայտ է, չէ, բայց այդ մարդը եւ ակնհայտ է, չէ, որ հանրությունը նման խոսակցության մեջ է հայտնվել եւ հայտնվում է եւ դա բնական քաղաքական վերլուծություն է, եթե դուք նկատի ունեք, որ տենց տվյալներ կան, որ սեպտեմբերի այսինչ օր, այսինչ sense բան, բնական է նման տվյալներ չկա։ Կներեք, Քոչարյանը չի ասում, ես կամ իշխանության պատերազմի սկսեմ Արցախը։ Ասում եմ, հիմա տարածաշրջանում լարված իրավիճակը, չգիտեք վաղը մյուսով մի քանի տարի հետո ինչ աշխարհակաղակական կարգեր կհաստատվեն, սահմանները ինչպես կփոխվեն, ասում եմ, եւ եթե լինի հնարավորություն առի, պետք է օգտվել դրանից։ Դե շատ բան է ասում, էլի, շատ վատ բան է։ Իհարկե վատ բան է։ Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դասնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ինչ է։ Այսինքն դուք ինչ եք ընդհանրում Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկրի պարլամենտի նախագահին հարցնում եք, ասում եք մենք պետք է սպասենք Ադրբեջանը թույլանա, ոչ, եթե շատ վատ բան է ասում, շատ վատ բան է ասում, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում, ու դրա համար ինքը վաղը միսօր այստեղ նույնիսկ չի հայտնվելու իր այդ խոսը, այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից, ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի միսի վրա հարձակվելու, հավերժ թշնամություն. Ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրոք, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետրը տենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք, ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Հիմա էլ պապատի ինքը տես բան է ասա իսկական, անկեղծ հավատաս չի գալիս։ Ժամանակ ասում է չեմ նայել փառք Աստծո։ Կարող է իրավիճակը փոխվել, պետք է Հայաստանը իրանից ինչ որ հետ։ Խայտառակություն է, շնորհակալ եմ քեզ այդ հարցի համար, խայտառակություն է դա։ Դա անընդունելի է։ Իսկ դուք 3-4 հարցն եք տալիս։ Խնդրեմ, ստեղ խնդրեմ։ Ինչ ամոթ հա, ես լուրջ զարմանում եմ, որ քաղաքական գործիչը, որ լավն է, վատն է, հարցը դա չի, բայց այդքան ժամանակ բանի մեջ է, հա, այդ քաղաքականության մեջ է, նման բան կա, այդ Ստամբուլը արյանցով սարքենք, մտնենք Սասուն, ել այդ ինչ ասելու բան։ Լսեք, Ստամբուլը չէ, ասենք, չգիտեմ, արևմտյան այն պատմական Հայաստանը բան են, ես այն մարդու տրամաբանության մեջ եմ, որի հետ այն օրը հանդիպել եմ, հա, այդ մի տրամաբանությունն է, դա խայտառակությունն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի, որովհետև ասում եմ, այդ Հայաստանի վերջի մասին է ինքը խոսացել։ Մեզանից է կախված։ Մենակ չէ, բայց մեզանից էլ է կախված։ Այս խոսույցից, այ Քոչարյանի նման քաղաքական գործիչների, այդ ռևանշիստական, այդ դուք հասկանում եք դա ինչի համար է արվում։ Լսեք, դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղապահ
եւ լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։ Ես զարմանում եմ, որ այսքան տարի սա ասում եմ, սա ասենք յուրաքանչյուր տաքսու վարորդին մոտեցեք հարցրեք, քաղաքական վերլուծություն կանի եւ ձեզ կբացատրի մարդ, որը որ քաղաքականությամբ չի զբաղվում։ Էս ինչ է։ Խայտարակություն է դա, եթե այդպես բան ասի, խայտարակություն է։